Ողջույն գործար Ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարներին, փորձագետներին։ Այսօրվա իմ հյուրին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Նանեն Տիտանյան, ողջույն Նանե։ Ողջույն։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնեմ, որ Նանեն հանդիսանում է Նանե Տիտան կարի արտադրամասի հիմնադիրը, մինչեւ այսպես կարի արտադրամասի մասին խոսելը ու ծրագիրը ինչպես է կյանքի կոչել, գաղափարը ինչպես է կյանքի կոչվել, Նանե մի փոքր կներկայացնեք ձեր կրթական հենքը, մասնագիտությամբ ով եք եւ ինչն է ձեզ գրավել, որպեսզի մուտք գործեք այս բավականին ստեղծարար ոլորտ։ Շնորհակալություն։ Ողջունում եմ ես էլ նույնպես բոլոր ռադիո լսողներին, շնորհակալություն նախ հրավերքի համար։ Ես Նանե Տիտանյանն եմ, ծնվել եմ, մեծացել եմ Երևանում, Երևանի սրտում, կենտրոնում, սովորել եմ 104 դպրոցն եմ ավարտել, Պոլիտեխնիկ ինստիտուտն եմ ավարտել, աշխատել եմ կարիերա, հասել եմ բավականին բարձր պաշտոնների, մինչև կոնյակի գործարանի տնօրեն, հյուրանոցային լավ համալիրների տնօրեն, բայց կար ու ձևը տատիկից եկել է սովորացրել են, ամառային արձակուրդներին կարել, գործել, այդպես ինձ հետապնդել է այդ լավ գործընթացը։ 14 թվականից բացեցի ԱՁ եւ արդեն մտա, այսպես ասեմ, հարկային դաշտ։ Շատ ակտիվ կարում էի շունիկների շորեր, որով եւ բավականին լավ էլ թիրախ եք ընտրել։ Շատ լավ թիրախ էր, հա, եւ ավելի այդ թիրախը շատ լավ նիշա վերցրեց, երբ որ կենթանիներ, փիսոներ, շունիկներ, մեծ եւ փոքր։ Անկամ երբ որ Ռուսաստանից էին գալիս շատ կենթանիներով, այդտեղ ավելի սկսեցի վաստակել ու մտա հարկային դաշտ 14 թվականին օրինական ԱՁ ունեի։ Հետո արդեն տերերը սկսեցին բա ինձ համարել այդ նույն շորից, վայ, իմ շունիկի հետ, վայ, այդպես դարձավ շատ զիլ գործունեություն։ Եվ մարդկանց համար, եւ իրենց կենթան, բայց մարդկանց համար կարելը ավելի զարգացավ, որտեվ դաշտը ավելի մեծ էր։ Հետո ընդհատվեց գործունեությունս, մեկնեցի նահանգներ 15 թվին, մի 4-5 տարի այնտեղ ապրեցի, հասկացա որտեղ եմ, ինչ եմ, ինչի համար, եւ մեծ սիրով վերադարձա հայրենիք 19 թվի վերջին։ Արդեն նահանգներում այնտեղ էլ գնահատվեց իմ ձեռքի աշխատանքը, գործելը, կարելը, ու արդեն մտքիս կար, որ գամ Հայաստան, ու քանի որ Երևանում հագեցած է այդ սֆերան, որոշեցի իմ պապական գյուղում Օձունում հիմնադրել այդ կարի արտադրամասը, շատ կապված ենք մենք էլ Օձունի հետ, ամառներ, ամառանոց, հանգստյան օրեր եւ այլն, այդպես sense այսպես location-ը փոխեցի դեպի համայնք։ Տեղափոխվել եք համայնք։ Ես այո, 60 տարի Երևանում ապրել եմ, մեծացել եմ, կայացել եմ, այսպես ասած զենքերս հանձնել եմ մատաղ սերնդին եւ որոշել եմ 60-ել Օձունում կայանալ։ Հրաշալի է։ Եվ այդպես այդ գաղափարը եկավ, որ իմինը ընդեղ համայնքը կզարգանա, համայնքում աշխատատեղեր են բացել, մի տարի մենք արդեն մի տարեկան ենք։ 25 թվականի ապրիլի 7-ից ենք բացվել, մի տարին նշել ենք, չեմ ասի, որ շատ դժվարություններ կային, որտեվ Ալավերդու համայնքապետն էլ օգնեց, Օձունից էլ գյուղից էլ շատ, բոլորը ողջունեցին այդ միտքը, ընտանիքիս անդամներն էլ, մի խոսքով շատ լավ արձագանք ստացա, տեղը, սիրուն, ակումբի սրտում, սենց հարմար գյուղի կենտրոնում, ունեմ 5 աշխատող, ես էլ հետները 6, Դուք եւս կարում եք, ես ինքս այո, հա։ Իմ մոտ այսպեսի մեկ հարց առաջացավ, Նանե, նշեցիք դեռ 14 թվականից գործընթացի մեջ եք եղել, ո՞նց եք հասկացել, որ հենց կենթանիների համար պետք է սկսեք։ Ես նվեր ստացա շուն, Յորք։ Ու ինքը աղջիկ էր շատ թիթիզ, դա մեզ համար վաու, շունիկ, այսքան, հա, միթիզ, ու սկսեցի հագցնել իրան, իմ հավեսի, իմ հաճույքի համար։ Հետո հասկացավ, Հարևանս տեսավ, հետո ընկերներս վայ ինձ էլ վայ, ու սեն զարգացավ, հետո հասկացա, որ լավ նանես փողը վերցրու կտորի համար, դե լավ էս վայ ինչ անգամ մի աղջիկ կար եկավ երեկոյան ասեց նանե ես գնում եմ Ծաղկաձոր իմ շունիկին գլխարկ է հարկավոր։ Գլխարկ, բրդյա տակ գլխարկ, ինքը կմրսի էլի, տենց փոքրիկ չի խոխայր։ Լավ ասեցի, մի երկու օր, չէ ասեց վաղը։ Գիշերը նստել եմ, գործել եմ, փորձել եմ, մոդելը հանել եմ, ստացել եմ ու առավոտ եկավ, դա ասում եմ 14 թվի բան, հա։ Հանեց 5000-ը տվեց, վայ ասում դե սա հրաշալի է, իմ գույներով, իմ ուզածով։ Ու տեղից ոնց որ
եւ հաճախորդը ինձ հուշեց եւ ես էի շատ հավեսով անում, որտեվ այդ ստեղծագործական այդ պրայզվոցվինի դուխը հայրս շինարար, մայրս տեխնոլոգ, խիմիկ, դու մեր մեջ կա էլի այդ ստեղծել։ Ու տատիկից էլ այդ շնորհքը ժառանգել եմ։ Մնում էր դա գործել, կիրառել ու հիմա ես արդեն 60-ից բարձր ոնց որ ավելի իմաստավորվում է քո թոշակի գնալու ժամանակի իմաստը, քո այդ ստեղծագործականը, լավություն անել համայնքում ներգրավված լինել, զարգացման, ճաշակի, լավ թեմաներով, այսպես ասած։ Դրա համար հրաշալի է, իրականում ուզում եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար նաեւ այս օրինակը կարեւոր լինի, որ մեզ մոտ էլի կա ու տարածված են խոսույթները, որ ինչ որ տարիքից հետո ինչ որ բան ավարտվում է, կյանքը, էներգիան եւ այլը ոչ մի բան ոչ մի տարիքից հետո չի ավարտվում, իրականում ամենը ուղեղում է եւ շատ կարեւոր է, որ ինչ որ փուլից հետո, ինչպես նշեցիք, վերաիմաստավորել եք ձեր կյանքը, գործունեությունը, համայնքում արժեք ստեղծելու կարևորությունը եւ վերադարձել համայնք։ Հիմա մի փոքր նաեւ ծրագրի մասին խոսենք, նշեցինք, որ այս ծրագրի համար բավականին մեծ այսպես խթան է հանդիսացել նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը մեր համայնքներում։ Ոնց եք դիմել, որտեղից սկսվեց այդ ճանապարհը, ոնց եք անցել, հա։ Շունիկի պատմությունը ֆիքսեցինք, ստարտը Շունիկն է։ Երբ տեղափոխվեցինք արդեն համայնք, բացում արեցինք, մեզ սկսեցին ճանաչել, Ալավերդու սոցբաժնից աղջիկները մեր գյուղից էին, մի քանիսը զանգահարեցին, բա ուզում ենք հունիսի 1-ի համար երեխաներին տենց վերմակներ, կարենք, օգնություն, բան ու շատ կարճ ժամանակում շատ զիլ կազմակերպեցինք, կարեցինք, մատուցեցինք նվերներով բան ու այդ սոցիալական բաժնի աղջիկը, Աստղիկը ասեց նան, գիտես, սենց ծրագիր կա Լորվա համայնքի վրա, արի դու մա կարող ես հələ փորձի ու լինքը ինձ ուղարկեց։ Մտա, սկսեցի լրացնել, բան լավ ասի, հələ լրացնեմ, ինչ անուն ազգանում, բիզնես որտեղ ես, ինչ ես։ Լրացրեցի, մի ինչ որ ժամանակ հետո զանգ, բա մենք պետք է այցելենք, տեսնենք ձեր բիզնեսը, որտեղ եք դուք։ Մոծունում, հիմա տեղում եք, ասում աշխատանքի եմ ես, բա գալիս ենք։ Եկան 12 հոգի դելեգացիա, կորեացիներ եւ այլազգիներ, եկան մտան, տեսան, հիացան, причем այնտեղ թարգմանիչ էլ կար, իմացան do you speak English, բան ասի, հայ ես անգլերեն սա ձեզ կբացատրեմ, մենակ թե եկեք։ Այս երիտասարդը ասեց, ինչ լավ է, ես գնամ դուրս ծխեմ օդի, դուրս գամ ակուրոթի, դուք շփվեք։ Վերջը իրանց շատ սիրուն ներկայացրեցի, էլի Երևանից եմ եկել, մայրաքաղաքն եմ թողել եկել համայնք։ Ոչմ իրանք էլ շատ հիացացան, տեսան ու տենց գնաց, հետո լրացրեք բիզնես պլանը, հետո լրացրեք հաշվետվությունները, հետո ու տենց բոլոր պահանջները ներկայացրեցի, լրացրեցի, մի օր էլ մեյլ եկավ, դուք դրամաշնոր եք շահել։ Եվ հետո արդեն պարտադիր դասընթացներ, սերտիֆիկատ, որոշ ծրագրեր էլի ուսուցողական, մարքեթինգ եւ այլն, ու հասա այսօր նաև այս ռադիոհաղորդումը էլի այդ ծրագրի շրջանակներում հրավերք ստացա, ասեցին կուզես մասնակցել, ասի միանշանակ եւ սիրով եկա ստեղ։ Շատ լավ, իրականում շատ ողջունելի է, երբ մարդը ինքը բաց է բոլոր հնարավորությունների առաջ ու նաև փորձում է արագ տեսնել, վերցնել այդ հնարավորությունները։ Նոնե ինչ խնդիրների առաջ եք բախվել, հատկապես համայնքում ձեռներեցության մասով կլինի աշխատատեղ թիմակիցներ ներգրավելու մասով կամ ընդհանրապես, որը որ շատ կարճ ժամանակում նաև հաղթահարել եք։ Խնդիրներ, ասեմ, մեզ աշխատողներ շատ կան, Օձունում շատ կարողներ կան, որովհետև եղել է Ալավերդում եղել ֆաբրիկա, սովետի ժամանակադեր եղել, որ շնորհքով է, ինքը Օձունը սովետական միության, նախկին սովետական միության մեծ գյուղերից է եղել, որը ունեցել է կարի ֆաբրիկա, հացի գործարան, պլաշի գործարան, ասում են տենց, ու բոլորը շատ շնորհքով են։ Հետո աշխատել են Ալավերդու եւ Ձորագետի ֆաբրիկաներում 16 հոգի մարդ կար, որոնց պոտենցիալ աշխատողներն էին, որոնցից 5-ին ընտրեցինք, աշխատատեղի խնդիր չունենք, բայց մենք բախվել ենք սեզոնայնության հետ։ Այդ ձմռանը համայնքը խորքուն է մտնում։ Ինչու՞։ Ոչ մի տուրիստ, ոչ մի պատվեր, հյուրատները, հյուրանոցները բոլորը քնում են։ Այդ ձմեռվա как говорится, спячка, հա։ Բայց դա լավ ժամանակահատված չէ մեծ պատվերներ գեներացնելու եւ սեզոնի։ Այդտեղ նորից ներդրում, այդ ներդրման փուլից չեմ դուրս գալիս։
Հիմա այս ծրագրից էլ որոշ տեխնիկա եմ ստանալու, տրիկոտաժի գիծն եմ, ստարտ անելու։ Էլի ներդրումներ, որ դու ունենաս այնքան տրիկոտաժ, որ այդ տեխնիկան աշխատացնես։ То есть անդադար այդ ներդրումային փուլից հենց մենք արդեն անցնենք ավելի հաջորդ փուլ, որ արդեն կայուն եւ շահույթ հետապնդելու, այնքան էլ չի ամռանը գործի ծավալը մեծ, որ կարողանաս այդ միջոցները ներդնես ձմռանքն եւ աշխատավարձ տաս եւ հումք ունենաս, կարես, վաճառք չկա, խանութներն էլ են пассив առևտրի մեջ։ Մի քիչ դրա հետ ենք բախվել, թե չէ կարողներ բան տենց խնդիր չենք տեսնում։ Շատ լավ, իսկ մարքեթինգի տեսանկյունից ինչ եք անում կամ ոնց որ ինչ է տվել ձեզ այս նույն մակի ծրագիրը, դասընթացները եւ այլն, որքանով է դա ձեզ մի կետից տեղափոխել մյուս կետ դրական համատեքստում։ Իհարկե բոլոր դասընթացները իրանց լավ բաները ունեն, կապված SMM-ի հետ, որի, ասենք գյուղում օրինակ SMM չունեն, որ մեկին գտնեմ, ասեմ անդադար, նկարի, արա, ակտիվ, ճիշտ, գրագետ, արա։ Եվ հիմա այդ դասընթացներից այս վերջի դասընթացներն էլ Դիլիջանում ֆորումին, որ մասնակցեցինք, արհեստական բանականության հետ կապված, հիմա մենք այս սովետի կրթված ուսյալ մարդիկ պիտի սենց ճիշտ անցում անեն դեպի այս հեռախոսային ծրագրավորման նոր տեխնոլոգիաներին, որը մեզ համար այն որ մի քիչ դժվար է թևակողում, բայց հասկանում ես, որ պիտի այլ տարբերակ չունես, որտեղ դու հետ կընկնես, всё, հետ կմնաս ու կարող ես դուրդ փակես գնաս տուն։ Հիմա այդ անցումն է, որ գյուղում չունեմ ինչ որ մեկը, որ անդադար հետևի անի, բան, էդ էլ եմ ես անում, մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց փորձում եմ թևակողեմ ու հասցնեմ մեր տեխնոլոգիաներից, որ այսենց իմ բոլոր երազանքները, նպատակները իրագործելու ճանապարհին չհիասթափվեմ, որովհետև ես տենց չեմ Աստծո հետ պայմանավորվել։ Չէ, հետո հետ գնալ պետք չի իրականում, այդ դրա մասին խոսք չկա։ Չեմ սիրում հետ գնալ, կարող այն ինչ-որ սպասեմ, մի քայլ երկու, բայց հետո էլի առաջ եմ գնում հետ գնալու չի։ Մյուս կարևոր հարցը ուզում էի տալ, ինչով է պայմանավորված հենց Օձունի ընտրությունը։ Օձունը իմ պապական գյուղն է։ Ես այնտեղ ունեմ պապական տուն, դեռ 1927 թվականից կառուցված։ Մենք վերանորոգեցինք ամուսնուս հետ, գազաֆիկացրեցինք, սանհանգույց բոլոր հարմարավետությունները արեցինք, բաքսի բան sense որ մտնես հանգիստ ապրես։ Անկամ միջև իմ տեղափոխվելը մենք տունը որպես հյուրատուն էի հանձնում տուրիստներին, ներգնա, արտագնա։ Հետո որ արդեն ես հիմնականում տեղափոխվեցի, արդեն ծառայում է արդեն մեզ որպես հիմնական տուն։ Շատ լավ, նախավերջին հարցն եմ ուզում ուղղել, շատերը նշում են, որ համայնքում հնարավորություն չկա, ինչ անեն մնան համայնքում, գյուղում եւ այլն, բայց դուք ոնց որ հակառակն եք արել, քաղաքից եք համայնք տեղափոխվել։ Ես էլ կողմ եմ դրանում, որ համայնքում հնարավորություններ կան, այո, կան նաեւ դժվարություններ, վստահաբար, բայց այսօր քաղաքը իսկապես սարսափելի է դարձել բոլոր առումներով, ժամանակը խլելու, ակետից բեկետը տեղաշարժվելու եւ այլն եւ այլն։ Ձեր փորձով ինչ կնշեք։ Ես ասեմ, համայնքից քաղաք գալիս են ու պիտի գան երիտասարդները, որ լավ կրթություն ունենան։ Երբ որ դու այդ կրթությունը ստանում ես ու ունես ինչ որ նպատակներ, գաղափարներ, դու կարող ես դա հետ գաս քո համայնք ու իրագործես։ Առաջ էր որ գյուղը խուլ ինչ որ գյուղ էին ասում, հա, հիմա այս ինտերնետի եւ տեխնոլոգիաների կյանքում նույն գյուղը քաղաք կարող է լինի քեզ համար։ Ու դու քո բոլոր նպատակները թե որտեղ դու ապրում ես։ Այո, իմ տունը իմ քաղաքն է։ Ուզում եմ ես գյուղ Օձունում ապրեմ, ես Մոսկվայում էլ, Գերմանիայում, Ամերիկայում, պատտվել եմ սա կյանքս, հա, ապրել ենք, աշխատել ենք ընտանիքով ամուսնուս հետ։ Այնտեղ որտեղ դու ապրում ես, դա քո քաղաքն է։ Այ ինձ համար տարբերություն համարյա չկա։ Հիմա նույն երեխեքը, նույն այս տեխնա կարող են գյուղում իրանց համայնքում նստել, աշխատել, ծրագրեր գրել, չէ՞։ Հիմա Երևանում նստես, թե Օձունում նստես, նուք ու ծրագիրը գրես։ Ավելի առավելություններով։ Օդը մաքուր սնունդը, մարդիկ ավելի շփվող, ոչ էս խցանումները կա, ոչ էս գեր աղմուկը կա։ Շատ գեր հագեցած է Երևանը։ Դրա համար թող գան կրթվեն, լավ ուսում ստանան, ինչ որ background փորձ ունենան աշխատանքային ու էլի որտեվ կդատարկվի տենց համայնքներ ու ինչքան պիտի քաղաքը չի պայթի, ոնց ասեմ։ Այո։ Հա։ Հիմա թող 20-ում 30-ում չգան, բայց գոնե 50-ում 60-ում թող կան։
Հրաշալի է։ Եվ վերջին հարցը, նանե իրականում շատ ոգևորիչ է եւ ձեր պատմությունը, մեկնարկը, ընթացքը, զարգացումը ամբողջը։ Որտեղ գտնեն ձեզ, որտեղ պատվերներ անեն, որտեղից կապի մեջ լինեն։ Instagram-յան էջը nane.titan, Facebook-յան էջ ունենք, Instagram-յան էջ ունենք, մի քիչ կարողա пассив ենք վարում, բայց մեզ ներող եղեք։ Հեռախոսի համարները գրած է, ինչ որ չափով այդտեղից ոչ թե այդտեղից այժմ կարող եք կոնտակտի դուրս գալ, անում ենք հորեկա սեգմենտի ամբողջ փաթեթը, վարակույրներ, սփռոցներ, համազգեստներ, անկողնային բոլոր պարագաները, բարձ վերմակ, անկողնային սպիտակեղեն, անհատական պատվերներ ենք անում, բարի խմբերի պատվերներն ենք անում համայնքում, անգամ մի օր Ախթալայից բարի խումբ կար, ասեց չեն կարող երեխաները գալ գնալ, ծախսի հետ է կապված, on-line կարեցի։ Դա ինձ համար ֆանտաստիկա էր ուղղակի, որտեղ on-line ոնց եք։ Այ հենց այդ, ասում կանգնի, դե հիմա այսքան ասա, այս չափ ասա, ապա ուսիցը իջեցրու գոտկատեղ, իսկ մի հատ կոնկրետ չափ ասա, հələ գոտկատեղի ու բոլոր երեխաներին հատիկ տենց չափերը գրել եմ ու անգիր կարել եմ։ Ու եկան օձուն ավարտական տենց տարվա ավարտական հանդեսներ, ասես նայեցի, ոյ ասինչ լավ, սա ինձ համար հայտնություն էր, ստացվեց։ Կարելի է նաև on-line։ Կարելի է նաև այդ այնց ծայրահեղ ինչ որ դեպք են, որ երեխաները 15 հոգի չի կարող գա, ես էլ ինչ որ չէի կարող գնալ, որտեղ պատվերների մեջ էինք, ու տենց պատվեր իրականացրեցինք։ Հրաշալի։ То есть այն ինչ որ դեռ չես էլ մտածում, որ կարող ես անել, մեկ է տեսնում ես, որ դա շատ հեշտ կարող ես like this անել ու անում ես, ցանկություն պիտի լինի, ոչ թե նստել ու տրագեդիա անել, վայ, սա լավը չի, հարևանս վատնա, ես իմ այնյուս հարևանս վրեդնիա կամ չգիտեմ այն չէ, մեր մեջ եթե մենք կառուցենք մեր լավը, մեր ամեն ինչը, մեր շուրջը ամեն ինչ կլինի հրաշալի։ Հրաշալի։ Համաձայն եմ։ Շատ շնորհակալություն ձեզ, բավականին հետաքրքիր ոգեշնչող օրինակելի պատմության համար, իսկապես շատ մեծ, այսպես ինքս էլ ցանկություն ունեմ, բայց ցանկություն չէ, արդեն ոնց որ նպատակ, որ մեր համայնքներում ձերպես արարող մարդիկ իսկապես շատ լինեն, օրինակ ծառայեն եւ այո, Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը մեր համայնքներն են, մեր համը, հոտը, ջուրը համայնքներն են եւ սա պետք է մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ու նաեւ փորձի հասկանալ ինչով կարող է օգնել, ինչով կարող է ինչ որ քարը քարի վրա դնել ու նաև եթե ունի հարուստ փորձառություն գիտելիք, անպայման դա ներդնի մեր համայնքներում։ Մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ են կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Նանե Տիտանյանը, ով հանդիսանում է հենց Hamanun, հա? Այո, բրենդի, այո, արտադրամասի հիմնադիրը, որը գտնվում է Օձունում։ Կարող եք հետևել Instagram-ում, Facebook-ում, կապ հաստատել եւ ձեր ներդրումը ունենալ համայնքի զարգացման մեջ շատ կարեւոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես նույնպես եմ շնորհակալ եւ կուզենայի նշել, որ էլի կապ չունի, որ դու Օձունում ես, հա, արտադրում, ես մինչեւ Եղեգնաձոր անգամ պատվերներ ենք առաքում։ Ես իմ մեքենայով նստում եմ, գնում եմ, պատվերը վերցնում եմ, ձևակերպում եմ, սիրում փաթեթավորում եմ եւ առաքում եմ։ То есть բոլոր ծառայությունները շատ բարձր մակարդակով մատուցում ենք։ Այնպես որ գտեք մեզ, չեք փոշմանի, սիրով կստացեք։ Ձեր գործերին էլ շատ մեծ հաջողություն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Շնորհակալություն։